Հաջորդը Նարեկն ընտրել է Ալեքս Օրդինյանի հարցը։ Ողջույն Նարեկ ջան, ինչպես միշտ Կիևից։ Եղբայրս նորից ու նորից ընդունի իմ զորակցությունը։ Նարեկ ջան, սենց մի բան եմ նկատում։ Մեր ձևովը իրա ձևով քոչարանական թև է իր պատկերացրած ձևով, ձեզ աջակցող ակցիային մասնակցում է հիմնական ՀՀԿ-ին հարող մարդիկ, Վանեցյանը իր նոր շրջապատն է գտել։ Աղբեր ջան, սենց որ նայում եմ, մենակ ՔՊ-ն է, որ միասնական համառ կերպով ու ամեն գնով գնում է իր միակ ողջ մնալու հնարավորությանը, քաղաքական իմաստով։ Այն է հաղթել ընտրությունները։ Նար ջան, մենք սենց ցակ ու ցրիվ վիճակով հարաբերական ինչ շանսեր ունենք ըստ քեզ, որ մի բանի հասնենք։ Ողջույն Ալեքս ջան, հուսով եմ անվտանգ ես ու շատ շնորհակալ եմ զորակցության համար։ Ալեքս ջան, դու իմ մտքերը կարդալու հեռավոր հատկություն ունես ու երբ ես մի մեծ թեմայի շուրջ մտածելիս եմ լինում, դու հարցերովդ առաջ ես անցնում ինձանից։ Իրականում երկրորդ անգամ քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվելով քաղաքական դասավորվածությունների, անհատների եւ ուժերի մասով երկար ժամանակ եմ ունեցել մտածելու ու ասեմ, ոմանց համար շատ անակնկալ ձևով պատրաստվում եմ իրավիճակի մասին շատ անկեղծ զրույցի մեր հանրության հետ։ Նշածդ եւ ոչ միայն նշածդ անունների եւ ուժերի մինչեւ այս հարածների մասին անվանական գնահատականների եւ իրենց անուններով կոչելու պահը հասունացել է իմ համար ու դուրս գալուց հետո հատված առ հատված հրապարակային խոսելու եմ դրա մասին։ Հիմա միայն ասեմ, որ նկարագրածդ իրականության շատ փոքր հատվածն է, իսկ իրականությունը կիսով չափ պատկերացնելու դեպքում անգամ տարրական կրթություն ստացողի համար մեզ սպասվող մեծ ողբերգությունը տեսանելի կլինի։ Այս պահին գործող ընդդիմադիր դիրքավորումը գնում է 2026 թվականի հունիսի ընտրությունները պարտվելու։ Իդեպ որոշները գիտակցաբար են գնում պարտվելու, որոշները միամտաբար հավատում են իրենցից փող ստացող ճակերտավոր սոցիոլոգներին եւ վերլուծաբաններին, բայց միարժեքորեն այս պահին ռեժիմը 50+1-ով հաղթելու է, եթե չասենք արդեն իսկ հաղթել է 26-ի ընտրություններում։ Իրավիճակը փրկելու համար դաշտին պետք է անկեղծություն, մի քիչ քաջություն, որ վիրահատական միջամտության միակ հնարավորությամբ գոնե տեսական հույսեր պահպանվեն 26-ին սրանցից ազատվելու համար։